Գյումրի, վարպետաց փողոց։ Այստեղ ամեն քար մի պատմություն է շշնջում, բայց այս տունն ուրիշ է։ Սա Հովհաննես Շիրազի տուն-թանգարանն է, որի նկուղում նա քանի անքուն գիշերներ է անցկացրել որբանոցից փախչելով։ Շենքի ընտրությունը պատահական չէր, հարևանությամբ նրա սիրելի վարպետի Ավետիք Իսահակյանի թանգարանն էր։ Շիրազը հույս ուներ, որ Իսահակյանին այցելելիս մարդիկ անպայման կմտնեն նաև իր տուն։ Շիրազի նույն ինքը Օնիկ Կարապետյանի մանկությունը դառն էր։ Թուրքերը խլել էին նրա հոր կյանքը, իսկ մայրը ստիպված էր նրան թողնել Գյումրու ամերիկյան որբանոցում։ Այն ժամանակ Գյումրին անվանում էին որբերի քաղաք։ Ցնցող է Շիրազի և մոր հանդիպման պատմությունը։ Շիրազը 1 տարով փախել էր մանկատնից և թափառում էր փողոցներում։ Մի օր սովից դրդված նա փորձել է հաց գողանալ մի կնոջ ձեռքից։ Այդ կինը նրա մայրն էր։ Մայրը ճանաչում է որդուն և համբույրներով ողողելով հուզված բացականչում. «Վայ գիր, սա դու ես»։ Շիրազը միայն սիրո ու մոր երգիչ չէր, նա մեր ազգային ցավի բաց նյարդն էր։ Դեռ 1960-ականներին, երբ Արցախի մասին խոսելը վտանգավոր էր, նա բարձրաձայնում էր հողերի վերադարձի մասին։ Նա ասում էր. «Արցախը Հայաստանի սիրտն է, իսկ առանց այդ սրտի մարմինը չի կարող ապրել»։ Իր զավակներին էլ պատգամում էր. «Արարատը չտեսած չմեռնեք»։ Նրա Ղարաբաղի ողբը ստեղծագործությունն իսկական ռումբ էր Սովետական Միության համար։ «Դեռ էն գլխից հայոց հողն ես, Աստվածընծա իմ լեռնաձոր, քո դրախտից ձեռ քաշողը հայը հայոց վայն է, ով մեղրածոր, թե եղբայրն ինչու են քեզ մեր մեջ դարձրել կռվախնձոր, Աստվածընծան ինչպես թողնես սատանային փայ, Ղարաբաղ»։ Եկեք այս թանգարան, այստեղ նրա անձնական իրերն են, ձեռագրերը և նրա կենդանի ներկայությունը։ Շիրազը սիրում էր կատակել. «Ես Գյումրվա առյուծն եմ, որին Երևանում վանդակ են գցել»։ Այս տունը նրա վերադարձն էր ակունքներին։ Վարպետը հեռացավ 1984-ին, բայց թողեց մի ժառանգություն, որը չի հնանում։ Նա մեզ սովորեցրեց սիրել մորը որպես Աստված և հայրենիքը որպես սրբություն։ Շիրազը Գյումրիի սիրտն է, որը բաբախում է յուրաքանչյուր հայի մեջ, իսկ նրա իրական սիրտը իր իսկ կտակի համաձայն հանգչում է հենց այստեղ, Գյումրիում։